2018 թվականի ապրիլի 23-ից մինչև 2020 թվականի մարտ ամիսը հրապարակ լցնելու խնդիր Նիկոլ Փաշինյանը չի ունեցել։ Նրա մի կոչով հավաքվել են հազարավոր մարդիկ։ Նրա մի կոչով պետական ինստիտուտներ են պաշարվել, խախտվել սահմանադրական նորմեր։ 2020 թվականից սակայն նրա համար հրապարակ լցնելը մեծ պրոբլեմ էր, իսկ պատերազմից հետո գրեթե անհնար։ Նիկոլ Փաշինյանի հանրահավաքներին 2020-ից հետո տարբեր լրագրողական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մարդ հավաքվում է բերման ենթարկվելու արդյունքում։ Իհարկե ոստիկանները չեն փռում ասֆալտին ու բերում հանրահավաքի, բայց հորդորով, սպառնալիքով, աշխատանք կորցնելու վախից եւ այլ բաներից դրդված մասնակցում են։ Այս առումով երեկվա հրապարակումը որքան էլ աղմկահարույց էր, բայց նորություն չէր։ Ուղղակի մեր իմացածը հիմնավորվեց պաշտոնապես։ Ինչ է տեղի ունենում։ Էկոնոմիկայի նախարար նախկին հանրապետական ներկայում ՔՊ փոխնախագահ Գևորգ Պապոյանը հետքի լրագրողին գծում է Facebook-ում ՔՊ-ի ներքին չաթ։ Խումբը ունի 850-ից ավելի անդամ՝ Փաշինյանը, ՔՊ ղեկավարությունը, падգամավորներ, նախարարներ, մարզպետներ եւ այլն։ Լրագրողը ուսումնասիրում է, թե ինչ են քննարկում ու բացահայտում է։ 2023 թվականի սեպտեմբերի 15-ին Երևանի ավականու ընտրություններում ՔՊ-ի գլխավոր հանրահավաքներ, որին ընդառաջ Նիկոլը խմբում խնդրում հրահանգում է, որ ով քանի հոգու կարողանում է, բերի հանրահավաքին, ընտանիքի անդամներ, բարեկամներ, ընկերներ, համախոհներ եւ այլն, ապացուցելու բան ունեն։ Ու ՔՊ-ական պաշտոնյաները կիսվում են իրենց փորձով, թե ով քանի հոգի կարող է բերել։